Հին հույները սոսկում էին այս աստվածուհուց, որին օժտել էին որքան հիասքանչ արտաքինով, նույնքան եւ արունարբու էությամբ։ Նա վրեժխնդրության հովանավորն էր եւ հանցանած անողոք հատուցման մարմնացումը, որի ողակալ սրից ոչ մի մեղսագործ փրկություն չուներ։ Նա գիշեր աստվածուհու դուստրն էր եւ նրա անունն էր Նեմեսիս։ Ստամբուլ, 1918 թվական աշուն։ Առաջին աշխարհամարտում պարտությունից եւ Մուդրոսի համաձայնագիրը ստորագրելուց հետո Թուրքիայում իշխանության եկած նոր կառավարությունը ստեղծում է ռազմադաշտային դատարաններ։ Օսմանյան կայսրությունը համաշխարհային պատերազմի մեջ ներքաշած եւ հայերի, հույների, ասորիների կոտորածները կազմակերպած երիտթուրք առաջնորդներին պատասխանատվության ենթարկելու համար։ Արդյունքում Իթիհադ վեթերակի այն է միասնություն եւ առաջընթաց կուսակցության 11 անվանի անդամ դատապարտվում են մահապատժի կախաղանի միջոցով։ 120 հոգու հանդեպ պատժամիջոց է ընտրվում աքսորը։ 77 հոգի կալանքը կրելու է արտաքսվում Մալթա կղզի։ Սակայն դատապարտված հանցագործներից շատերը արդեն հասցրել էին փախչել Թուրքիայից։ Իսկ մնացածներին մի քանի ամիս անց բրիտանացիները փոխանակեցին Մուստաֆա Քեմալի կողմից գերեվարված բրիտանացի զինվորականների հետ։ Ըստ էության ոչ ոք դատապարտված հանցագործներից այդպես էլ իր արժանի պատիժը չկրեց։ Այդպիսով պարզվեց, որ Ստամբուլյան դատավարությունների նախաձեռնությունը ընդամենը քաղաքական հնարք էր, որ սին ու դատարկ թողեց դահիճների արժանի հատուցման հայության սպասումները։ Արդարություն թախանձող, բայց ձեռնունայն մնացած հայության համար քաղաքակիրթ աշխարհը չթողեց այլ ընտրություն, քան դիմել Այրոնրուշ դիցուհու հովանավորությանը։ Երևան, 1919 թվական աշուն։ Հայաստանի անկախ հանրապետության մայրաքաղաքում ընթացավ հայ հեղափոխական դաշնակցության 9-րդ ընդհանուր համաժողովը, որի ընթացքում այլոց թվում գաղտնի քննարկվեց հայոց մեծ եղեռնը կազմակերպած եւ իրագործած դահիճներին պատասխանատվության կանչելու հարցը։ Համաժողովի անդամների քննարկմանը առաջադրվեց 650 իթիհատականների անուններից բաղկացած ցանկը, որը կրճատվեց եւ մնաց 41 երիտթուրք գործիչների անուն, իբրև առաջնային ու անհետաձգելի պատժի ենթակա անձանց։ ՕԻԴ 9-րդ համաժողովի կենտրոնական խորհուրդը այդ 41 հոգու նկատմամբ միաձայն կայացրեց դատավճիռ, հայտնաբերել աշխարհի ցանկացած կետում եւ ոչնչացնել։ Ծրագրի համար, որ հին հույների վրեժխնդրության աստվածուհու պատվին կնքվեց Նեմեսիս անունով, ընտրվեցին ղեկավար մարմիններ։ Գլխավոր պատասխանատու նշանակվեց Արմեն Գարոն, նույն ինքը Գարեգին Փաստերմաջյանը։ Շահան Նաթալին եւ Գրիգոր Մերջանովը ստանձնեցին օպերատիվ ղեկավարման եւ նյութական ապահովման պատասխանատվությունը։ Շահան Սատչակլյանը իր ձեռքը վերցրեց ծրագիրը ֆինանսավորող հատուկ գաղտնի հիմնադրամի ղեկավարումը։ Հրաչ Փափազյանը հանձնարավ ապահովել անհրաժեշտ տեղեկատվության ներհոսքը եւ փնտրվող ոչրագործների որջերի հայտնաբերման գործը։ Նեմեսիսի կենտրոնական ղեկավարությանը թույլատրվեց ծայրահեղ անհրաժեշտության դեպքում ապավինել Հայաստանի Հանրապետության հատուկ ծառայությունների եւ դիվանագիտական կառույցների օժանդակությանը։ Այդպիսով 1919 թվականի տարեվերջին երիտթուրք դահիճների որսի մեկնարկը տրված էր։ «1919 թվականի աշնանը Երևանում ընթացող դաշնակցության 9-րդ համաժողովին գաղտնի վճիռ կայացվեց ոչնչացնել 1915 թվականի հայոց մեծ եղեռնի գլխավոր կազմակերպիչներին։ Ծրագիրը հին հույների վրիժառության աստվածուհու պատվին ստացավ Նեմեսիս անունը։ Նեմեսիս ծրագրով ոչնչացման ենթակա համար 1 թեկնածու ընտրվեց Թալիաթ Փաշան։ Մեհմեդ Թալիաթ ծնվել է 1874 թվականին Թրակիայում։ Ըստ որոշ տեղեկությունների ծագումով թուրք չի եղել եւ սերել է հավատափող եղած քրիստոնյաների տոհմից։ Կրթություն չի ստացել։ Պատանի հասակից աշխատել է որպես փոստատար, ապա մուտք գործել քաղաքականություն եւ դարձել Իթիհադ վեթերակի կուսակցության հիմնադիրներից մեկը։ 1908 թվականին ընտրվել է Օսմանյան պարլամենտի երեսփոխան։ Աբդուլհամիդի գահընկեց լինելուց հետո ստանձնել է Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարարի պաշտոնը։
Նախաձեռնել է փաստացի եռապետության հաստատումը եւ կիսել գերագույն իշխանությունը Թուրքիայում Էնվեր եւ Ջեմալ Փաշաների հետ։ Գրել է Օսմանյան կայսրության մեծ եպարքոսի տիտղոսը։ Ամենաերանդուն մասնակցությունն է ունեցել հայոց մեծ եղեռնի կազմակերպման եւ իրականացման գործում, ինչը երբեք չի թաքցրել։ Հենց նրան է պատկանել փաստագրված հրահանգը, որ տրվել է թուրքական պետության կուսակալներին ավելի ջանադրաբար իրագործել հայերին կոտորելու ծրագիրը։ Ոչ ոքի չխնայել, մինչև իսկ օրորոցի երեխաներին։ Մեհմեդ Թալյաթին ահաբեկելու օպերացիան հանձնարարվեց երզնկացի հայ երիտասարդ Սողոմոն Թեհլերյանին։ Սողոմոն Խաչատուրի Թեհլերյան ծնվել է 1896 թվականին Բագարեջ գյուղում Երզնկայի մոտ։ Սերել է հայ քրիստոնյա բողոքականների տոհմից։ Նախնական կրթությունը ստացել է Երզնկայում, ապա ուսումը շարունակելու նպատակով մեկնել է Եվրոպա։ Առաջին աշխարհամարտի ժամանակ վերադարձել է հայրենիք եւ կամավորագրվել Անդրանիկ Օզանյանի գնդին։ Հայոց մեծ եղեռնի օրերին կորցրել է գրեթե ողջ ընտանիքն ու տոհմը, ներառյալ մորը, եղբայրներին եւ քույրերին։ Նախքան Թալյաթի մահապատիժն իրագործելը ստանձնել է հայ մատնիչ Ստամբուլի Բեշիկթաշ թաղամասի ոստիկանության աշխատակից Հարություն Մկրտչյանի ոչնչացման օպերացիա, որը եւ հաջողությամբ իրագործել է 1919 թվականի մարտին։ Թեհլերյանը Թալյաթին գնդակահարելու հրահանգը ստացավ Նեմեսիս ծրագրի գլխավոր ղեկավար Արմեն Գարոյից 1920 թվականի աշնանը Միացյալ Նահանգների Բոստոն քաղաքում։ Ինչ այդ Նեմեսիսի վրիժառուները Մեհմեդ Թալյաթին որոնում էին Բերլինում, Համբուրգում եւ Ժնևում, ինչը որ Հրաչ Փափազյանի ծավալած հետախուզական գործունեության շնորհիվ հաստատապես պարզվեց, որ Թուրքիայի նախկին մեծ եպարքոսը ծավալել էր Գերմանիայի մայրաքաղաքում։ Նա վաճառական Ալի Սալեհ Բեյի անվան տակ ծպտյալ ու հանգիստ կյանք էր վարում, բնակվելով Բերլինի Շարլոտենբուրգ թաղամասի Հարդենբերգշտրասե 4 հասցեում։ Նրան հայտնաբերել էր Նեմեսիսի բերլինյան ստորաբաժանումը եւ Թեհլերյանի հետ միասին մանրակրկիտ նախապատրաստել դատավճիռը գործի դնելու ծրագիրը։ Սողոմոն Թեհլերյանը Թալյաթ Փաշայի մահվան դատավճիռը իրականացրեց 1921 թվականի մարտի 15-ի առավոտյան ժամը 10-ից 11 ընկած ժամանակահատվածում Հարդենբերգշտրասե փողոցի վրա Թալյաթի զբոսանքի ժամանակ։ Պարաբերում լյուգեր տեսակի ատրճանակից արձակած մեկ գնդակը բավական եղավ Թալյաթին սպանելու համար։ Րոպեներ անց դեպքի վայր ժամանած բժիշկները արձանագրեցին անմիջապես կրակոցին հետևած նրա մահը։ Թեհլերյանը դեպքի վայրից չհեռացավ, այլ կանխավ համաձայնեցված ծրագրով հանձնվեց Բերլինյան ոստիկանությանը, որպեսզի Թալյաթի ահաբեկությունը եւ դրա արդյունքում կազմակերպված դատավարությունը լայն հնչողություն ստանան եվրոպական հասարակությունում եւ լուսաբանվեն համաշխարհային մամուլում։ Սողոմոն Թեհլերյանի դատավարությունը մեկնարկեց Բերլինում 1921 թվականի հունիսի 20-ին, սակայն ըստ էության այն վերածվեց Մեհմեդ Թալյաթի գործած ոճրագործությունները բացահայտող դատաքննության, որի արդյունքում 12 երդվյալ ատենականները հայ վրիժառուին ճանաչեցին անպարտ եւ պատվիրեցին ազատ արձակել հենց դատարանի դահլիճից։ Նեմեսիս աստվածուհու վրիժառության ուխտը այդպիսով հեղեց հայոց մեծ եղեռնի հատուցման առաջին արյունը։ «1919 թվականի աշնանը Երևանում ընթացող դաշնակցության 9-րդ համաժողովին գաղտնի վճիռ կայացվեց ոչնչացնել 1915 թվականի հայոց մեծ եղեռնի գլխավոր կազմակերպիչներին։ Ծրագիրը հին հույների վրիժառության աստվածուհու պատվին ստացավ Նեմեսիս անունը։ Նեմեսիս ծրագրով Սայիդ Հալիմի անունը ևս ներառվեց անհապաղ ոչնչացման ենթակա անձանց ցանկում։ Սայիդ Հալիմ Փաշա ծնվել է 1863 թվականին Կահիրեում։ Կրթությունը ստացել է Շվեյցարիայում։ Բացի թուրքերենից տիրապետել է 4 արևելյան ու արևմտյան լեզուների։ 1881 թվականին դարձել է Շուրայի Դևլեթի սուլթանին կից գործող պետական խորհրդի անդամ, սակայն հետագայում միացել է թուրքական հեղափոխական հոսանքներին։ 1912 թվականին ընտրվել է Իտիհադ Վեթերակի կուսակցության գլխավոր քարտուղար, 1913 թվականին նշանակվել Օսմանյան կայսրության մեծ վեզիր։
Անմիջական մասնակցություն է ունեցել 1915-ի կոտորածների կազմակերպման գործում եւ որպես կայսրության վարչապետ տնօրինել ոչնչացված հայության անշարժ գույքի եւ այլ նյութական հարստության վերաբաշխման ու յուրացման գործընթացը։ Ստամբուլի ռազմադաշտային դատարանի վճռով աքսորվել է Մալթա կղզի, սակայն որոշ ժամանակ անց արդարացվել, ազատ է արձակվել եւ բնակություն հաստատել Եվրոպայում։ Սաիդ Հալիմ Փաշային ոչնչացնելու օպերացիան հանձնարարվեց պոլսահայ երիտասարդ Արշավիր Շիրակյանին։ Արշավիր Շիրակյան ծնվել է 1900 թվականի հունվարի 1-ին Պոլսո Թաքսիմ թաղամասում։ Պատանի հասակում ներգրավվել է հայոց ազատագրական պայքարին եւ վարել ընդհատակյա գործունեություն։ Աշխատել է Պոլսի դրամատիկ թատրոնում որպես դերասան։ Հետախույզի բնածին բացառիկ հատկությունների շնորհիվ 1920 թվականին ներգրավվել է Հայաստանի անկախ հանրապետության գաղտնի ոստիկանության շարքերում, ապա դարձել Նեմեսիս ծրագրի գլխավոր հարվածային ուժը։ Նեմեսիսի առավել պատասխանատու հանձնարարություններին արժանանալու համար Արշավիր Շիրակյանը 1920 թվականի մարտի 27-ին Պոլսո Թարլաբաշի փողոցում գնդակահարեց հայ մատնիչ թուրքական ոստիկանության գործակալ Վահե Իսանին։ 1921 թվականի ամռանը Նեմեսիսի ղեկավարությունը նրան Պոլսից գործուղեց Հռոմ, հայտնաբերելու այնտեղ հաստատված երիտթուրքերի որջը։ Շիրակյանը 1921 թվականի հուլիսի սկզբին Էդիրնեցի հույն վաճառական Արսիլ Սիրակի անվան տակ ժամանեց Հռոմ, որտեղ Գրիգոր Մերջանովի հետ անմիջապես անցավ հետախուզական աշխատանքի։ Մի քանի ամսվա ընթացքում նրանց հաջողվեց հայտնաբերել Իտալիայի մայրաքաղաքում ծպտյալ կյանք վարող Իթիհադական կուսակցության գլխավոր գաղափարաբան դոկտոր Նազմին, Էրզրումի նախկին նահանգապետ Հասան Թաքսիմին, ինչպես նաև Օսմանյան կայսրության մեծ վեզիր վարչապետ Սաիդ Հալիմ Փաշային։ Ինչպես պարզեց Արշավիր Շիրակյանը, վերջինս Մուսթաֆա Քեմալի անունից Հռոմում բանակցություններ էր վարում իտալական իշխանությունների հետ 20 միլիոն լիր վարկ ստանալու եւ այդ գումարով քեմալականների համար իտալական զենք գնելու նպատակով։ Իբրև կարևոր անց նրա անվտանգությունը հսկում էր իտալական գաղտնի ոստիկանությունը, որն արդեն մեկ անգամ խափանել էր Սաիդ Հալիմին ոչնչացնելու հունական հատուկ ծառայությունների ծրագիրը։ Սակայն Շիրակյանին դա չխանգարեց։ Արշավիր Շիրակյանը Սաիդ Հալիմ Փաշայի մահվան դատավճիռն իրականացրեց 1921 թվականի դեկտեմբերի 5-ի երեկոյան Հռոմի Վիա Էոստաքիա փողոցում, Օսմանյան Թուրքիայի նախկին վարչապետի առանձնատան դիմաց։ Այվրի ժառուն ցատկեց Փաշայի ընթացող կառքի վրա եւ Colt Browning տեսակի ատրճանակից մեկ դիպուկ ու մահացու կրակոց արձակեց Սաիդ Հալիմի աչքունքին։ Ապա զույգ վայրկյանում զինաթափ արեց Փաշայի իտալացի թիկտապահին եւ ցած իջնելով կառքից խառնվեց փողոցի ամբոխին։ Իտալական ոստիկանությունը, ինչպես նաև հրատապ Հռոմ ժամանած թուրքական հետախույզները չկարողացան հայտնաբերել Արշավիր Շիրակյանին, որն արդեն հասցրել էր լքել Իտալիայի սահմանները։ Եվրոպական մամուլը կնքել էր նրան Ֆանտոմ անունով, նկատի ունենալով անորսալի վրիժառուի նրա համբավը։ Սաիդ Հալիմ Փաշային պիտի ուղարկավորեին Պոլսում եւ ենթադրվում էր, որ արարողությանը կժամանեն մեծ թվով բարձրադիր իթիհատականներ։ Շիրակյանը առաջարկեց Նեմեսիսի ղեկավարությանը ռումբ պայթեցնել թաղման թափորում, սակայն մերժում ստացավ եւ միևնույն ժամանակ հորդոր հաջորդ հանձնարարությանը նախապատրաստվելու։ «1919 թվականի աշնանը Երևանում ընթացող դաշնակցության 9-րդ համաժողովին գաղտնի վճիռ կայացվեց ոչնչացնել 1915 թվականի հայոց մեծ եղեռնի գլխավոր կազմակերպիչներին։ Ծրագիրը հին հույների վրիժառության աստվածողու պատվին ստացավ Նեմեսիս անունը։ Նեմեսիս ծրագրով այլոց թվում ոչնչացման դատավճիռ կայացվեց Բեհայեդդին Շաքիրի եւ Ջեմալ Ազմիի նկատմամբ։ Բեհայեդդին Շաքիր, Իթիհադ վեթերակի կուսակցության երևելի անդամ, ծնվել է 1874 թվականին Թրակիայում։ Լինելով Թալիաթ Փաշայի համերկրացին ու համախոհը, վայելել է նրա անվերապահ վստահությունը։ Թուրքիայի պաշտպանության նախարարության կազմում ստեղծել ու գլխավորել է հատուկ կազմակերպությունը Թեշկիլատ-ի Մահսուսա, որի միջոցով ի կատար են ածվել հայոց կոտորածների ամենազարհուրելի դրվագները։ Առաջին աշխարհամարտի ավարտից հետո հաջողությամբ խուսափել է պատժից եւ ապաստանել Եվրոպայում։ Ջեմալ Ազմի, Տրաբզոնի նախկին նահանգապետ, ծնվել է 1868 թվականին Արաբկիրում։ Բեհայեդդին Շաքիրի մտերիմն ու հանցակիցը հայկական կոտորածների կազմակերպման գործընթացում։ Իր գործած զարհուրելի ոճիժների համար ստացել է Տրաբզոնցի մսագործ մականունը։
Հարյուրավոր հայ կանանց ու երեխաների հենց նրա հրամանով խեղդամահ են արել Սև ծովում, իսկ առավել գեղեցիկ դեռատի եւ նույնիսկ մանկահասակ աղջիկներից նա կազմել է հարեմ իր 13-ամյա որդի Հեքմելի համար։ Ռազմադաշտային դատարանը նրան դատապարտել է մահվան, սակայն ազմին ճողոպրել է Եվրոպա։ Նեմեսիս ծրագրով Բեհայեդին Շաքիրի եւ Ջեմալ Ազմիի ոչնչացման օպերացիան վստահվեց Արշավիր Շիրակյանին եւ Արամ Երկանյանին։ Արշավիր Շիրակյան ծնվել է 1900 թվականին Պոլսում։ Պատանի հասակում ներգրավել է հայոց ազատագրական պայքարին եւ վարել ընդհատակյա գործունեություն։ Հետախույզի եւ մարտիկի բնածին բացառիկ հատկությունների շնորհիվ ներգրավել է Նեմեսիս ծրագրում եւ դարձել նրա գլխավոր հարվածային ուժը։ 1920 թվականին մարտի 27-ին Պոլսում ոչնչացրել է հայ մատնիչ թուրքական ոստիկանության գործակալ Վահե Իհսանին։ 1921 թվականի դեկտեմբերի 5-ին Ռոմում գնդակահարել է Օսմանյան կայսրության նախկին վարչապետ Սաիդ Հալիմին։ Արամ Երկանյան ծնվել է 1900 թվականին մայիսի 20-ին Էրզրումում։ Պատանի հասակից ներգրավել է ազգային ազատագրական պայքարի։ Առաջին աշխարհամարտի օրերին կամավորագրվել է Դրաստամատ կանայանի գնդին եւ մասնակցել Բաշապարանի հերոսամարտին։ Նեմեսիս ծրագրի շրջանակներում 1920 թվականի հունիսի 19-ին Թիֆլիսում գնդակահարել է Շուշիի եւ Բաքվի հայության կոտորածների գլխավոր կազմակերպիչներից մեկին՝ Մուսաֆաթական Ադրբեջանի նախկին պաշտպանության նախարար Ֆաթալի Խան Խոյսկուն։ Արշավի Շիրակյանի եւ Արամ Երկանյանի Բեռլին ժամանելուն ընդառաջ Հրաչ Փափազյանը արդեն հայտնաբերել էր երիտուրքական վերնախավի ու մասնավորապես Շաքիրի ու Ազմիի որջը։ Թալյաթի սպանությունից հետո իթիհատականները ընդհատակ էին անցել ու նաեւ ապավինում էին այն հանգամանքին, որ իրենց անվտանգությունը այդուհետ հանձն է առել ապահովելու գերմանական գաղտնի ոստիկանությունը։ Սակայն ողջ մնալու նրանց հույսերը սին էին։ Արշավիր Շիրակյանը ռումինահայ մեծահարուստի որդի Թորգոմ Ղազարյանի անվան տակ մտերմացել էր Բեռլինի ոստիկանության ոմն բարձրադիր պաշտոնյայի հետ եւ գերազանց տեղեկացված էր թուրքերի պաշտպանության միջոցառումների։ Բեհայեդին Շաքիրի եւ Ջեմալ Ազմիի մահվան դատավճիռը գործի դրվեց 1922 թվականի ապրիլի 17-ին երեկոյան ժամը 23:30-ին Բեռլինի Ուլհանդշտրասե փողոցի վրա թիվ 80 տան մոտ, որտեղից նրանք դուրս եկան շրջապատված թիկնապահներով եւ մտերիմներով։ Ջեմալ Ազմին մահացավ անմիջապես Արշավի Շիրակյանի մեկ դիպուկ կրակոցից։ Շիրակյանի արձակած երկրորդ գնդակը դիպավ Շաքիրի աջ այտին, սակայն չսպանեց նրան։ Վրա հասած Արամ Երկանյանը մեկ կրակոցով գլխին վերջ տվեց Շաքիրի կյանքին։ Նույն պահին վնասազերծվեց նաև խմբի թուրք թիկնապահը, իսկ նրա հետ եղած գերմանական գաղտնի ոստիկանության գործակալը հասցրեց ճողոպրել։ Գործն այդպիսով վերջացած էր։ Նեմեսիսի սրբազան ուխտով Բեհայեդին Շաքիրն ու Ջեմալ Ազմին լրացրին մահվան դատապարտված դահիճների ցանկը։ «1919 թվականի աշնանը Երևանում ընթացող դաշնակցության 9-րդ համաժողովին գաղտնի վճիռ կայացվեց ոչնչացնել 1915 թվականի հայոց մեծ եղեռնի գլխավոր կազմակերպիչներին։ Ծրագիրը հին հույների վրիժառության աստվածողու պատվին ստացավ Նեմեսիս անունը։ Նեմեսիս ծրագրով ոչնչացման ենթակա հանցագործների ցանկում հայտնվեց նաև Բեհբուդ խան Ջավանշիրի անունը։ Բեհբուդ խան Ազատ խան Օղլի Ջավանշիր, Ղարաբաղի ինքնակոչ խան Փանախի կորը։ Ծնվել է 1877 թվականին Ելիզավետպոլի մարզի Ազատ Կարակոյոնլու գյուղում։ 1906 թվականին ավարտել է Ֆրայբուրգի Լեռնարդյունաբերական ակադեմիան, ինչից հետո աշխատել Բաքվի նավթարդյունաբերական ոլորտում։ 1907 թվականին անդամակցել է հակակառավարական ազգայնական Դիֆայի գաղտնի կազմակերպությանը։ Ռուսական կայսրության փլուզումից հետո զբաղեցրել է մի շարք բարձրագույն պաշտոններ, այսպես կոչված Ադրբեջանական ժողովրդավարական հանրապետության կառավարությունում։ 1918 թվականի հունիսի 17-ից նշանակվել է Մուսաֆաթական Ադրբեջանի ներքին գործերի նախարար եւ այդ պաշտոնում կազմակերպել Բաքվի, Շուշիի, Ելիզավետպոլի հայության կոտորածները։ Ցուցաբերած դաժանության եւ անթաքույց հայատյացության համար ստացել է Ադրբեջանի Թալյաթ մականունը։ Բեհբուդ խան Ջավանշիրի մահվան դատավճիռը իրականացնելու օպերացիան ստանձնեց Նեմեսիս ծրագրի անդամ Միսակ Թորլաքյանը։
Միսակ Թորլաքյան ծնվել է 1889 թվականին Օսմանյան կայսրության Տրապիզոնի վիլայեթի հայաբնակ Քուշանա գյուղում։ 1904 թվականի Սասունի կոտորածներից տպավորված անդամագրվել է Տրապիզոնի հայ ապստամբական շարժմանը եւ կարճ ժամանակ անց դեռևս պատանի հասակում դարձել դրա առաջնորդներից մեկը։ 1915 թվականի կոտորածների արդյունքում կորցրել է իր ողջ ընտանիքն ու գերդաստանը, ինչից հետո կազմելով սեփական վրիժառուական խումբը կազմակերպել է մի քանի տասնյակ տրապիզոնցի թուրք պաշտոնյաների ու ազգայնական հրոսակների սպանությունները։ 1918 թվականին Դրոյի զորքի կազմում մասնակցել է Բաշապարանի ճակատամարտին ու ծանր վիրավորվել։ 1919 թվականի աշնանը ներգրավվել է Նեմեսիս ծրագրում եւ հրահանգ ստացել կազմակերպելու Մուսաֆատական Ադրբեջանի ռազմաքաղաքական վերնախավի ոչնչացման գործողությունները։ 1921 թվականի հունիսին Միսակ Թորլաքյանի խումբը ժամանեց Ստամբուլ, որտեղ պիտի իրականացներ անվանի ազերի ազգայնական գործիչ պանթուրանիզմի գաղափարաբան Ահմեդ Բեկ Աղաևի մահվան դատավճիռը։ Սակայն ծրագրերը փոխվեցին, երբ պարզ դարձավ, որ նույն օրերին Թուրքիո մայրաքաղաքում էր գտնվում Ադրբեջանի թալյաթը։ Խորհրդային իշխանության հաստատումից հետո ադրբեջանական բոլշևիկների պարագլուխ Նարիման Նարիմանովը հոգ էր տարել, որ ներքին գործերի նախկին նախարար Բեհբուդ Խան Ջավանշիրը ոչ միայն չհետապնդվի նոր ռեժիմի կողմից, այլև նույնիսկ նշանակվի ԱԽՍՀ առևտրի կոմիսարի բարձր պաշտոնում։ Հենց այդ կարգավիճակով էլ Ջավանշիրը ժամանել էր Ստամբուլ, ըստ որոշ տեղեկությունների վերաբաշխելու այստեղի բանկերին պահ տված Բաքվի ու Ելիզավետպոլի հազարավոր հայ ընտանիքներից կողոպտված ունեցվածքն ու ինչքը։ Նեմեսիս ծրագրի անդամներ Երվանդ Ֆունդուկյանի եւ Հարություն Հարությունյանի ծավալած հետախուզական գործողությունների շնորհիվ պարզվեց, որ Ադրբեջանի թալյաթը իր ընտանիքի եւ երեխաների հետ բնակվել էր Ստամբուլի Բերա Պալաս Շքեղ հյուրանոցում եւ տեղաշարժվում էր քաղաքում 6-7 հոգուց կազմված թիկնազորով ու 2 ավտոմեքենայով։ Հաշվի առնելով նման պաշտպանական միջոցառումները վճիռ կայացվեց սպասել այնքան, մինչև թիրախը կկորցնի զգոնությունը եւ մի օր անպայման վրիժառուների լարած թակարդը կընկնի առանց թիկնազորի։ Եվ այդ առիթը շուտով ընձեռվեց։ Միսակ Թորլաքյանը Բեհբուդ Խան Ջավանշիրի մահվան դատավճիռն իրականացրեց 1921 թվականի հուլիսի 18-ի ուշ երեկոյան, երբ վերջինս բացառապես հարազատներով շրջապատված զբոսնելու էր դուրս եկել Ստամբուլյան Մարդաշատ Պտիշան այգի։ Մոտ վազելով նրան Թորլաքյանը 4 գնդակ է արձակում բարձրահասակ ու ֆիզիկապես ամուր կազմվածք ունեցող Ջավանշիրի ուղղությամբ։ Վերջինի մահը սակայն արձանագրվել է արդեն հիվանդանոցում, որի ճանապարհին Ադրբեջանի թալյաթ հասցրել է շշնջալ ոստիկաններին հետևյալ բառերը. «Ես անձնական թշնամի չունեմ, ինձ սպանեցին հայերը»։ Միսակ Թորլաքյանը չհասցրեց լքել սպանության վայրը եւ ձերբակալվեց վրա հասած ֆրանսիական ոստիկանության կողմից։ Նրա դատավարությունը, որ վարեցին Ստամբուլի բրիտանական ռազմադատական ատյանները, ընթացավ 2 ամիս։ Թորլաքյանի հայ փաստաբան Հմայակ Խոսրովյանը ընտրել էր Սողոմոն Թեհլերյանի դատավարության ընթացքում կիրառած պաշտպանական մարտավարությունը, որի արդյունքում բրիտանացիները կայացրեցին Բերլինյան դատավարության արդյունքին համանման վճիռ։ Թորլաքյանը մեղավոր է սպանության համար, բայց իր ընտանիքի, հարազատների ու հայրենակիցների կորուստի արդյունքում ձեռք բերած հոգեխանգարման պատճառով պատասխանատու չէ այս հանցանքի համար։ Միսակ Թորլաքյանը ազատ արձակվեց Ստամբուլի բանտից եւ 1 ամիս անց մեկնեց Հունաստան։ Նեմեսիսի սրբազան ուխտով մահվան արժանացած դահիճների ցանկում ավելացավ Ադրբեջանի թալյաթի Բեհբուդ Խան Ջավանշիրի անունը։ Ա 1919 թվականի աշնանը Երևանում ընթացող դաշնակցության 9-րդ համաժողովին գաղտնի վճիռ կայացվեց ոչնչացնել 1915 թվականի հայոց մեծ եղեռնի գլխավոր կազմակերպիչներին։ Ծրագիրը հին հույների վրիժառության աստվածողու պատվին ստացավ Նեմեսիս անունը։ Նեմեսիս ծրագրով ոչնչացման ենթակա անձանց ցանկի առաջին եռյակում տեղ գտավ Ջեմալ Փաշայի անունը։ Ահմեդ Ջեմալ ծնվել է 1872 թվականին Ստամբուլում։ Եղել է Օսմանյան բանակի կադրային սպա։ 1908 թվականի հեղաշրջումից հետո հարել է իդիահատականների շարքերին եւ կարճ ժամանակում դարձել երիտթուրքական պետության ամենաազդեցիկ գործիչներից մեկը։ Եղել է Ադանայի, Բաղդադի, ապա 1913 թվականին Ստամբուլի գեներալ նահանգապետ։ 1914 թվականին նշանակվել է Թուրքիայի ծովային նախարար, ինչպես նաեւ ստանձնել Սիրիայի, Պաղեստինի եւ Արաբիայի զորքերի գլխավոր հրամանատարությունը։ Թալյաթի եւ Էնվերի հետ կիսել է գերագույն իշխանությունը երկրում եւ հանդիսացել փաստացի եռապետության անդամ։ Ամենաեռանդուն մասնակցություններ ունեցել հայոց մեծ եղեռնի կազմակերպման գործում ու անձամբ վերահսկել սիրիական անապատում ընթացող հայության նախճերի ընթացքը։
Հավաքագրել է կոտորածից եւ սովից փրկված հազարավոր հայ երեխաների եւ հատուկ որբանոցներում բռնի իսլամացրել ու թրքացրել նրանց։ Ցուցաբերած դաժանությունների համար թուրքերի կողմից արժանացել է իսլամի արյուծ անվանը, իսկ հայերի ու արաբների կողմից խարանվել արյունոտ մսագործ բնորոշմամբ։ Նեմեսիս ծրագրով Ահմեդ Ջեմալի ոչնչացման օպերացիան վստահվեց հայ հեղափոխական դաշնակցության Վրաստանի մարմնի անդամ Արտաշես Գևորգյանին եւ նրա խոտորջուրցի երկու համերկրացիներ Պետրոս Տեր-Պողոսյանին եւ Ստեփան Ծաղիկյանին։ Արտաշես Գալուստի Գևորգյան ծնվել է 1894 թվականին Էրզրումի վիլայեթի Խոտորջուր գավառի Միջին Թաղ գյուղում։ Սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, սակայն կիսատ թողնելով կրթությունը 13 տարեկանում Խոտորջուրում մնացած ընտանիքը կերակրելու նպատակով բռնել է պանդխտության ճանապարհը։ 1913 թվականին կամավորագրվել է Անդրանիկ Օզանյանի գնդին եւ նրա կազմում մասնակցել ռուս-թուրքական պատերազմին։ Արտաշես Գևորգյանը Փարշային ոչնչացնելու հանձնարարությունը ընկալել է որպես ճակատագրի նվեր իրեն։ Քանի որ հենց Ահմեդ Ջեմալն է անձամբ կազմակերպել ու ղեկավարել հազարավոր խոտորջուրցիների կոտորածը Դերզորում։ Ջեմալ Փաշային հայտնաբերելու եւ չեզոքացնելու գործը մեծ լարում է պահանջել Նեմեսիս ծրագրի անդամներից, քանի որ Թուրքիայի եռապետության նախկին անդամը գտնվել է բոլշևիկյան Ռուսաստանի Չեկայի հատուկ պաշտպանության ներքո։ Ստամբուլի ռազմադաշտային դատարանի կողմից նա դատապարտված է եղել մահվան կախաղանի միջոցով, սակայն փախել է Գերմանիա, հետո Շվեյցարիա, ապա հայերի վրեժից խուսափելու համար ճողոպրել Ռուսաստան ու հետո Աֆղանստան։ Բոլշևիկյան կառավարությունը մեծ հույսեր է կապել Ջեմալի հետ, նրա միջոցով ամրապնդելով իր շփումները Անկարայում ձևավորված թուրքական նոր կառավարության հետ։ Հենց Լենինի թուրքական հանձնարարությունը կատարելիս է Ահմեդ Ջեմալը վերջապես հայտնվել Նեմեսիսի տեսադաշտում։ Մոսկվայից Անկարա ուղևորվելու ճանապարհին երիտուրքերի պարագլուխը մի քանի օրով կանգ է առել Թիֆլիսում, ինչը եւ նրա ճակատագրական սխալն է դարձել։ Ջեմալի Թիֆլիսյան տեղաշարժերի հետախուզումն են իրականացրել Նեմեսիս ծրագրի անդամներ Կորյուն Ղազարյանն ու Տիգրան Ավետիսյանը, ինչից հետո Դահիճի ոչնչացման բուն գործողությանը անցան արդեն Արտաշես Գևորգյանը, Ստեփան Ծաղիկյանը եւ Պետրոս Տեր-Պողոսյանը։ Խոտորջուրցի վրիժառուների խումբը Ահմեդ Ջեմալի մահվան դատավճիռն իրականացրեց 1922 թվականի հուլիսի 21-ի ցերեկը Թիֆլիսի Պետրոս Մեծի փողոցի վրա բոլշևիկյան Չեկայի շենքի անմիջապես հարևանությամբ։ Արտաշես Գևորգյանը եւ Պետրոս Տեր-Պողոսյանը խաչաձև ու խիտ կրակով գնդակահարեցին Ջեմալին եւ նրա համհարզներ Նուսրետ Բեին ու Սուրսիա Բեին։ Ստեփան Ծաղիկյանը հսկում էր իրավիճակը փողոցում եւ ապահովում վրիժառու հրաձիգների անվտանգությունը, պատրաստ ցանկացած պահի միջամտել գործի անկախատեսելի զարգացման դեպքում։ Հաշված վայրկյանների ընթացքում ամեն ինչ վերջացած էր։ Վրիժառուները կանխավ խիստ հանձնարարություն են ստացել չվարվել Թեհլերյանի եւ Թորլակյանի պես եւ գործն ավարտին հասցնելուն պես անմիջապես լքել սպանության վայրը։ Գազի բոլշևիկյան իշխանությունները դժվար թե կազմակերպեին արդար եւ անկաշառ դատավարություն։ Նեմեսիսի սրբազան ուխտով մահվան արժանացած դահիճների ցանկը լրացրեց Ահմեդ Ջեմալ Փաշայի անունը։ «1919 թվականի աշնանը Երևանում ընթացող դաշնակցության 9-րդ համաժողովին գաղտնի վճիռ կայացվեց ոչնչացնել 1915 թվականի հայոց մեծ եղեռնի գլխավոր կազմակերպիչներին։ Ծրագիրը հին հույների վրիժառության աստվածողու պատվին ստացավ Նեմեսիս անունը։ Նեմեսիս ծրագրով ոչնչացման ենթակա հայասպան դահիճների ցանկում այս մարդու անունը երկրորդն էր։ Իսմայիլ Էնվեր ծնվել է 1881 թվականին Ստամբուլում երկաթուղայինի ընտանիքում։ Սովորել է Օսմանյան գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայում, ապա 1903-ից ծառայության անցել Օսմանյան կայսերական բանակում։ 1906 թվականին անդամագրվել է Վաթան Վեհյուրի հետ հայրենիք եւ ազատություն ընդհատակյա կազմակերպությանը եւ կապեր հաստատել երիտթուրքերի հետ։ 1908 թվականին դարձել է երիտթուրքական հեղաշրջման ամենաեռանդուն առաջնորդներից մեկը եւ արժանացել նորաստեղծ թուրքական պետության ամենահեղինակավոր զինվորականի համբավին։ Իր հավակնությունների, փառասիրության, եռանդի, նաեւ կարճահասակ լինելու պատճառով ստացել է թուրքական Նապոլեոն մականունը։ 1913 թվականին իրականացրել է նոր հեղաշրջում Թուրքիայում եւ ձևավորել եռապետություն, դառնալով դրա անդամը եւ վերցնելով իր ձեռքը պետության ռազմական նախարարությունը։ Անձամբ է նպաստել Թուրքիան առաջին համաշխարհային պատերազմի մեջ ներքաշելու գործընթացին եւ ստանձնել Օսմանյան բանակի վարած գլխավոր ճակատամարտերի հրամանատարությունը։
Ամենաեռանդուն մասնակցությունն է ունեցել հայոց մեծ եղեռնի կազմակերպման գործում, այդպիսով իրականացնելով իր վաղեմի երազանքը՝ իսպառ ոչնչացնել կայսրության տարածքում բնակվող բոլոր քրիստոնյաներին։ Հենց նրա հրամանով Օսմանյան բանակում ծառայող բոլոր հայազգի զինվորականները զինաթափ են արվել եւ սպանվել առանձնակի դաշնությամբ։ Իր բացառիկ դերը հայկական արհավիրքում ամրագրելու համար հայտարարել է. «Առանց մի թուրք զինվորի կորստի ես ոչնչացրի թրքության թշնամի հայերին»։ 1918 թվականին Մուդրոսի կապիտուլյացիայից հետո Ստամբուլի ռազմադաշտային դատարանի կողմից դատապարտվել է մահվան։ Սակայն Թալիաթի ու Ջեմալի հետ Սուզանավով փախել է Գերմանիա, ուր որոշ ժամանակով ծպտյալ ապրել է Ալի Բեյ անվան տակ։ 1920 թվականին ժամանել է Մոսկվա ու համագործակցություն սկսել բոլշևիկյան իշխանությունների հետ պրոլետարական հեղափոխության եւ իսլամի միավորման ցնդաբանական նախագծի շուրջ։ Այդ ծրագիրը գործի դնելու համար Լենինի հանձնարարությամբ մեկնել է Թուրքեստան, հավաքագրել այնտեղի բազմաճներից իսլամի բանակը, որը սակայն կարճ ժամանակ անց առաջնորդել է թուրքեստանյան բոլշևիկների դեմ։ Նպատակ ունենալով ստեղծել մեծ Թուրանը Պամիրից մինչև Թրակիա եւ Ղրիմ, հռչակել է իրեն իսլամի բոլոր զորքերի գերագույն գլխավոր հրամանատար Խալիֆի Փեսա եւ Մուհամմեդի տեղապահ։ Էնվեր Փաշայի հայտնաբերման եւ ոչնչացման գործընթացը ամենադժվարը եղավ Նեմեսիս ծրագրի անդամների համար։ Վրիժառուները նրան որոնում էին ամենուր եւ ջանք չէին խնայում օր առաջ վերջ տալ դահիճի կյանքին։ Դեռևս 1915 թվականին Միսակ Թորլաքյանը ծրագրեց նրան սպանել Տրապիզոնում, բայց չհաջողեց։ Այնուհետև 1920-ին Էնվերի հետքը հայտնաբերվեց Բաքվում, բայց այնտեղ շտապած Արշավի Շիրակյանն ու Արամ Երկանյանը ճանապարհին ձերբակալվեցին վրացական հատուկ ծառայությունների կողմից։ 1922 թվականին Հրաչ Փափազյանի խումբը բացահայտեց Էնվերի առանձնատան հասցեն Բերլինում, սակայն նախկին ռազմական նախարարը, թողնելով ընտանիքը Գերմանիայում, ճողոպրել էր արդեն Ռուսաստան։ Ամեն անգամ բախտը ժպտում էր թուրք Նապոլեոնին, սակայն նա ինքը վստահ էր, որ այդպես անվերջ շարունակվել չի կարող։ Հաստատապես հայտնի է, որ Միջին Ասիա ուղևորվելու նրա որոշման գլխավոր դրդառիթը հայ վրիժառուների աչքից ու ձեռքից պրծնելու վերջին հույսն է եղել։ Սակայն մինչև Նեմեսիս ծրագրի անդամները կհասցնեին շարունակել Էնվերի նկատմամբ որսը Թուրքեստանում, նրա հանդեպ մահվան դատավճիռը շտապեց իրականացնել ազգությամբ հայ կարմիր բանակային մի սպա։ Հակոբ Արշակեի Մելքումյան ծնվել է 1885 թվականին Արցախի Խերխան գյուղում։ 1900 թվականից ապրել է Բաքվում, ապա Աշխաբադում։ Ծառայել է ռուսաց կայսերական բանակում եւ առաջին աշխարհամարտի տարիներին դարձել արևմտյան ճակատում գործող կազակային հեծյալ գնդի էսկադրոնի հրամանատար։ 1917 թվականից հարել է բոլշևիկներին։ Մեկ տարի անց նշանակվել Մոսկովյան առաջին հեծելազորային գնդի հրամանատար եւ մասնակցել Դենիկինի դեմ վարած մարտերին։ 1919 թվականին ուղևորվել է Միջին Ասիա ու ստանձնել հեծելազորային բրիգադի հրամանատարի պաշտոնը։ Մասնակցել է Բուխարայի ազատագրմանը Էնվեր Փաշայի իսլամի բանակի զորքերից, ինչից հետո հրահանգ ստացել Մոսկվայից հետապնդելու եւ ջախջախելու Էնվերին Պամիրի ստորոտներում, մինչ նա կհասցնի փախչել Աֆղանստան։ Հակոբ Մելքումյանը Էնվերի մահվան դատավճիռն իրականացրեց 1922 թվականի օգոստոսի 4-ին ներկայիս Տաջիկստանի Չաղան գյուղի մոտ։ Կանխավ նրա շտաբ ուղարկելով իր լրտեսներին, Մելքումյանը հանկարծակի հարվածով հարձակվեց Էնվերի զորքի վրա, շրջապատեց այն ու գրեթե բոլորին անխնա ոչնչացրեց։ Մելքումյանը անտեսեց Լենինից ստացած հրահանգը ամենափոքր իսկ հնարավորության դեպքում Էնվերին գերի վերցնել։ Իսլամի բանակի հրամանատարը պատրաստ է եղել հանձնվել Մելքումյանին, սակայն վերջինս վստահ լինելով, որ Մոսկվան արժանի հաշվեհարդար չի տեսնի նրա նկատմամբ, հրամայել է իր զինվորներին տեղում գնդակահարել դահիճին։ Ականատեսների վկայությամբ Էնվերը սպանվել է գնդացրի գնդակից, սակայն մահից հետո նրա գլուխն ու մարմինը մաս-մաս է արվել թրով։ Ըստ ամենայնի, նման հաշվեհարդարի հեղինակ է եղել Հակոբ Մելքումյանը։ Կան նաև վկայություններ, թե նախքան Էնվերին թաղելը տաջիկական Բալջուվան գյուղի մոտ Մելքումյանի հրամանով զինվորները նրա մարմինը իջեցրել են արտաթորանքի փոսը։ Իսմայել Էնվերը Նեմեսիսի սրբազան ուխտի վերջին խոշոր զոհն էր, ում մահվան դատավճիռը թեև իրագործվեց կարմիր բանակային սպայի ձեռամբ, բայց ողջ հայության սրտի եւ հոգու արդար թախանձով։ «1919 թվականի աշնանը Երևանում ընթացող Դաշնակցության 9-րդ համաժողովին գաղտնի վճիռ կայացվեց ոչնչացնել 1915 թվականի հայոց մեծ եղեռնի գլխավոր կազմակերպիչներին։
Ծրագիրը հին հույների վրիժառության աստվածուհու պատվին ստացավ Նեմեսիս անունը։ Եվ Հայաստանի առաջին հանրապետության անկման պատճառով հնարավոր չեղավ իրականացնել վրեժխնդրության ծրագիրն ամբողջությամբ, այնուհանդերձ ամենաականավոր դահչապետերին թվով 9 հոգի չհաջողվեց խուսափել Նեմեսիսի ողակալ բազկից։ Այսպես, 1920 թվականի հունիսի 19-ին Թիֆլիսի Գոլովինյան պողոտայում հայ վրիժառուների կողմից գնդակահարվեց մուսաֆաթական Ադրբեջանի նախկին ռազմական նախարար Ֆաթալի խան Խոյսկին։ Ուղիղ մեկ ամիս անց 1920 թվականի հուլիսի 19-ին նույն վայրում Թիֆլիսի Գոլովինյան պողոտայում ոչնչացվեց մուսաֆաթական Ադրբեջանի մեջլիսի նախագահի նախկին տեղակալ Հասան Բեկ Աղայևը։ 1921 թվականի մարտի 15-ին Բերլինի Հարդենբերգ շտրասե փողոցում սպանվեց Օսմանյան Թուրքիայի մեծ վեզիր Մեհմեդ Թալիաթ Փաշան։ 1921 թվականի հուլիսի 18-ին Ստամբուլի Պտիշան այգում ոչնչացվեց մուսաֆաթական Ադրբեջանի ներքին գործերի նախկին նախարար Բեհբուդ խան Ջավանշիրը։ 1921 թվականի դեկտեմբերի 5-ին Հռոմի Վիա Էոստագիո փողոցում չեզոքացվեց Օսմանյան Թուրքիայի վարչապետ Սայիդ Հալիմ Փաշան։ 1922 թվականի ապրիլի 17-ին Բերլինի Ուլհանդ շտրասե փողոցում գնդակահարվեցին Իտիհադ վեթերակի կուսակցության երևելի անդամ Բեհայեդդին Շաքիրն ու Տրապիզոնի նախկին նահանգապետ Ջեմալ Ազմին։ 1922 թվականի հուլիսի 21-ին Թիֆլիսի Պետրոս Մեծի փողոցում սպանվեց Օսմանյան Թուրքիայի նախկին ծովային նախարար Ահմեդ Ջեմալ Փաշան։ 1922 թվականի օգոստոսի 4-ին Տաջիկստանի Չաղան գյուղի մոտակայքում չեզոքացվեց Օսմանյան Թուրքիայի նախկին ռազմական նախարար Իսմայիլ Էնվեր Փաշան։ Այս գործողությունները աննախադեպ հնչեղություն ստացան համաշխարհային մամուլում եւ քաղաքական շրջանակներում, ստիպելով միջազգային հանրությանը խախտել լռությունն ու կրկին ուշադրություն սևեռել առաջին համաշխարհայինի թերևս ամենազարհուրելի էջին։ Նեմեսիս ծրագրի ծավալներն ունեցող գործողությունը պահանջում էր հսկայական նյութական ռեսուրսներ ու պետական համակարգի եւ կուսակցական կառույցների ներուժի գերլարում։ Եվ այնուհանդերձ նույնիսկ այս պարտադիր պայման հանդիսացող բոլոր միջոցների արկայությունն ու գործադրումը չէր կարող լինել արդյունավետ, եթե չլինեին ծրագրի մասնակից երիտասարդների անհատական որակները։ Կասկած չկա, որ Նեմեսիսի ուխտին պատրաստ էին անդամագրվելու եւ մեծագույն պարգև կհամարեին այդ առիթը հազարավոր հայ երիտասարդներ, թրծված ֆիդայական խմբերի, կամավորական գնդերի, Հայաստանի զինված ուժերի կազմում վարած մարտերում եւ ինչն ամենաէականն էր, տոգորված ազգի տառապանքների արդար հատուցման իղձով։ Եվ սակայն նրանց միջև արած հոյդա պատասխանատու մարմինների ընտրությունը հարկ է համարել անսխալական, ինչի լավագույն ապացույցն է հանդիսանում Նեմեսիսի գրանցած արդյունքը։ Մինչդեռ անձամբ այդ երիտասարդների համար ներգրավում է Նեմեսիսի ծրագրում լոկկուսակցական պատասխանատու մարմինների որոշում չէր, այլ ճակատագրի պարգև։ Աստծո աջով օրհնված նախախնամություն, որն իրենք պետք է արդարացնեին անմնացորդ նվիրումով ստանձնելով առաքելությունը, ընդհուպ մարտիրոսություն։ Նրանցից ոչ ոք մասնագիտացված չէր հատուկ գործողություններ իրականացնելու հմտություններում։ Ոչ ոք չուներ համապատասխան կրթություն ու հիմնավոր պատրաստվածություն։ Եվ վերջո շատերը նույնիսկ տակավին պատանի էին։ Եվ այնուհանդերձ գերագույն պատասխանատվության նրանց գիտակցումը, բնածին մտավոր օժտվածությունը եւ նվիրումը կատարած ուխտին զարդարեցին Նեմեսիս ծրագիրը մարդկային հոգու վեհության եւ կամքի բացառիկ օրինակներով։ Բավական է նշել միայն մի քանի դեպք։ Այսպես, Հրաչ Փափազյանը մի քանի տարի ապրեց Եվրոպայում, ձևանալով թուրք Մեհմեդ Ալի անունով եւ ստիպված լինելով ամբողջությամբ կապել իր կյանքն ու առօրյան բացառապես թուրք շրջանակների հետ։ Ընդհուպ մատնվելու ամենաաննշան հնարավորությունը բացառելու համար նա նույնիսկ թլպատեց իրեն, ինչը աննախադեպ երևույթ էր հայ քրիստոնյայի համար։ Եվ այս ծայրաստիճան զգուշավորությունը տվեց իր պտուղները, քանի որ մեծապես հենց Հրաչ Փափազյանի ջանքերով բացահայտվեցին թուրք դահիճների որջերը Եվրոպայում։ Նեմեսիսական երիտասարդության անմնացորդ նվիրումի մեկ այլ վկայություն դարձավ Արշավի Շիրակյանի հետ պատահած դեպքը, երբ վերջինս Հռոմում մահվան դատավճիռ իրականացրեց Սայիդ Հալիմ Փաշայի նկատմամբ։ Երիտասարդ մի իտալուհի գնդապետի այրի խելագարության աստիճան սիրահարվելով Շիրակյանին, առաջարկել էր նրան ամուսնանալ իր հետ, խոստանալով նաև ժառանգել նրան իր ունեցած հսկայական հարստությունը։ Սակայն հայ վրիժառուն թեև արդեն կարող էր դադարեցնել իր մասնակցությունը Նեմեսիս ծրագրին, այնուամենայնիվ մերժեց հարուստ ու անհոգ կյանքի հեռանկարը, նախընտրելով շարունակել իր կյանքի գերագույն առաքելությունը։ Նման խոսուն օրինակներ կարելի է թվել թերևս հարյուրներով։ Նեմեսիսը հիրավի կյանքի առաքելություն դարձավ հայ վրիժառուների համար, ինչպես նաև սահմանեց նրանց հետագա ողջ ճակատագրի ընթացքը։ Ոմանց երկար ու արժանապատիվ կյանքը օծելով փառքի պսակով, իսկ ոմանց առաջնորդելով մարտիրոսությամբ։
Նեմեսիսը հիրավի կյանքի առաքելություն դարձավ հայ վերիժառուների համար, ինչպես նաև սահմանեց նրանց հետագա ողջ ճակատագրի ընթացքը, ոմանց երկար ու պատվական կյանքը օծելով փառքի պսակով, իսկ ոմանց առաջնորդելով մարտիրոսության։ Սողոմոն Թեհլերյանը իր դատավարությունից հետո լքեց Գերմանիան ու հաստատվեց Սերբիայում, ապա 1950 թվականին բնակություն հաստատեց ԱՄՆ Սան Ֆրանցիսկո քաղաքում։ Թալյաթի դատավճիռն իրականացնելուց հետո նա այլևս ապրեց խաղաղ ու անվրդով կյանքով, շրջապատված հայ հանրության ուշադրությամբ եւ իր ընտանիքի սիրով։ Մահկանացուն կնքեց 1960 թվականի մայիսի 23-ին եւ ուղարկավորվեց Ֆրեզնոյի Արարատ հայկական գերեզմանատանը։ 1953 թվականին Կահիրեում առաջին անգամ լույս տեսավ նրա Սողոմոն Թեհլերյան վերհիշումներ Թալյաթի ահաբեկումը գիրքը Վահան Մինախորյանի համահեղինակությամբ։ Աշավի Շիրակյանը Շաքիի եւ Ազմիի դատավճիռն իրականացնելուց հետո Փարիզում դաշնակցական կառույցներից առաջարկություն ստացավ բնակվել Եվրոպայի ցանկացած երկրում եւ առանց կաշկանդվելու օգտվել կուսակցության ֆինանսական միջոցներից։ Սակայն խնդրեց միայն աջակցել Ամերիկայի Միացյալ Նահանգներ իր մեկնումը կազմակերպելու գործում։ Միացյալ Նահանգներում նա զբաղվեց ձեռներեցությամբ, հիմնեց արևելյան գորգերի խանութների ցանց, ապա ստեղծեց նավամատույցների մաքրմամբ զբաղվող ընկերություն։ Մահկանացուն կնքեց 1973 թվականի ապրիլի 12-ին Նյու Ջերսիի Էնգլվուդ քաղաքում։ Նեմեսիս ծրագրում իր մասնակցության հուշերը Շիրակյանը շարադրեց «Կտակներ նահատակներուն» գրքում, որը լույս տեսավ 1965 թվականին։ Հրաչ Փափազյանը Նեմեսիս ծրագրի շրջանակներում մատուցած իր բացառիկ ծառայություններից հետո 1926 թվականին Եվրոպայից տեղափոխվեց Հալեբ, ուր բնակվեց մինչև 1957 թվականը եւ ընտրվեց Սիրիական պարլամենտի անդամ։ Քրդական ազատագրական շարժմանը աջակցելու համար հետապնդվեց սիրիական եւ թուրքական իշխանությունների կողմից եւ ստիպված եղավ վերջին ապաստանը գտնել Լիբանանում, ուր եւ կնքեց իր մահկանացուն 1960 թվականին։ Միսակ Թորլաքյանը Բեհբուդ խան Ջավանշիրի նկատմամբ գործադրած հաշվեհարդարից հետո բնակություն հաստատեց Բելգրադում, ապա Բուխարեստում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին համագործակցեց Գարեգին Նժդեհի եւ Դրաստամատ Կանայանի հետ հայ ռազմագերիներին գերմանական ճամբարներից ազատելու համար։ Այդ ժամանակահատվածում անձամբ կազմակերպեց եւ հաջողությամբ իրականացրեց թուրքական հրամանատարության գաղտնի փաստաթղթերի առևանգման օպերացիան, որոնց շնորհիվ հնարավոր դարձավ ապացուցել գերմանական Ռայխի ղեկավարությանը Անկարայի երեսպաշտական էությունը եւ այդպիսով խաթարել թուրք-գերմանական դաշինքն ու հնարավոր համատեղ արշավանքը դեպի Կովկաս։ Թորլաքյանը ողջ կյանքում չդադարեց իր ընտանիքի անդամների փնտրտուքը, հույս ունենալով, որ հարազատներից գոնե մեկը հրաշքով ողջ է մնացել կոտորածից, սակայն ապարդյուն։ Նա իր վախճանը կնքեց 1968 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգներում, ժառանգելով հայ հանրությանը օրերուս հետ ստվարածավալ հուշագրությունը, որում մանրամասն նկարագրեց իր ընտանիքի կորստի, տրապիզոնահայության կոտորածների եւ իր ընտրած պայքարի ուղու պատմությունը։ Արամ Երկանյանը Շաքիրի եւ Ազմիի ոչնչացման գործողությունից հետո լքեց Գերմանիան եւ այլևս դատապարտված էր թափառել աշխարհով, չկարողանալով հաստատապես հիմնավորվել որևէ երկրում։ Ավստրիա, Ռումինիա, Արգենտինա։ 1932 թվականին նա բնակություն հաստատեց Բուենոս Այրեսում, որտեղ խմբագրում էր տեղի Հայաստան թերթը։ Նա վախճանվեց դեռևս երիտասարդ հասակում 1934 թվականի օգոստոսի 2-ին փոքախտից եւ ուղարկավորվեց Կորդոբա քաղաքում, ուր նրա գերեզմանը ուխտատեղի դարձավ արգենտինահայության համար։ Նա թողեց հարուստ հուշագրություն, այսպես սպանեցինք գիրք մատուցման եւ հատուցման վրեժագիրք աշխատությունները, որոնք բազմաթիվ հրատարակություններ են ունեցել Սփյուռքում։ Արտաշես Գևորգյանը Ջեմալ Փաշայի մահվան դատավճիռն իրականացնելուց 2 տարի անց բնակություն հաստատեց Երևանում, ուր աշխատեց մի շարք պետական հաստատություններում։ 1925 թվականի մարտից Հրազդանի շրջանում հիմնեց Կարմիր Հովիտ անունով Հայաստանի առաջին կոմունան, համալրված գերազանցապես ցեղասպանությունից փրկված Խոտոր ջուրցի երիտասարդներով, որի նախագահը դարձավ ինքը։ 1936 թվականին ձերբակալվեց հակակուսակցական եւ հակաիշխանական գործողությունների, հակահեղափոխական կազմակերպությանը անդամակցելու եւ տերորիստական գործողություններ նախապատրաստելու մեղադրանքով։ Խորհրդային ՆԿՎԴ-ի գաղտնի գործակալ դառնալու առաջարկը կտրուկ կերպով մերժելուց հետո դատապարտվեց մահվան եւ գնդակահարվեց Երևանում 1937 թվականի հուլիսի 8-ին։ Նույն բախտին արժանացան Ահմեդ Ջեմալի դատավճիռն իրականացրած նրա մարտնկերները։ Ստեփան Ծաղիկյանը իր մահկանացուն կնքեց Աքսորում, Ալթայի մարզում, ստույգ տարեթիվը անհայտ է։
Պետրոս Տեր-Պողոսյանը փախչելով Գուլագի ճամբարից անհայտ կորավ Կրասնոյարսկի մարզի Մինուսինսկ քաղաքի շրջակայքում։ Ստույգ տարեթիվը անհայտ է։ Իսմայիլ Էնվերի հաշվեհարդարը տեսնելուց հետո Հակոբ Մելքոմյանը դեռևս 15 տարի վայելում էր խորհրդային իշխանությունների բայրացկամությունը։ Սակայն 1937 թվականի նոյեմբերին նրան անսպասելիորեն ձերբակալեցին Խորհրդային Միության դեմ ռազմաֆաշիստական դավադրության մեջ մասնակցելու մեղադրանքով։ 1940 թվականին դատապարտվեց գնդակահարության, սակայն 2 ամիս անց մահվան դատավճիռը փոխանցվեց 15 տարվա կալանքով ողջ ունեցվածքի առգրավմամբ։ Պատիժը կրեց Կոլիմայում, սակայն Ստալինի մահից հետո 1954 թվականին ազատ արձակվեց։ 1955 թվականի մայիսի 5-ին ԽՍՀՄ Գերագույն դատարանի վճռով ռեաբիլիտացվեց բոլոր մարտական շքանշանների վերադարձման եւ դիվիզիայի հրամանատարի պաշտոնի վերականգնման վճռով։ Մահկանացուն կնքեց 1962 թվականի հուլիսի 3-ին Մոսկվայում եւ ուղարկավորվեց Նովոդևիչյե գերեզմանատանը։ Հակոբ Մելքոմյանը իր թողած թուրքեստանցիներ հուշագրության մեջ Էնվեր Փաշայի սպանության գործընթացում իր անձնական մասնակցության մասին հասկանալի պատճառներով լռել էր։ Սակայն հարազատների վկայություններով մտերիմների շրջանում բազմիցս գոհունակությամբ նշել, թե համարել է Դահիճի պատիժը իր տանջահար ազգին մատուցած անձնական պարտք եւ Նեմեսիսի տրամաբանական շարունակություն։ Կան դատեր, որոնց վճիռը չպետք է վստահել դատարաններին։ Սողոմոն Թեհրերյան։ Հայաստանի առաջին հանրապետության անկումը 1921 թվականի դեկտեմբերին ամենևին խոչընդոտ չդարձավ Նեմեսիս ծրագրի շարունակականության համար։ Թեև ազգային անկախ պետության լուծարման փաստը մեծապես սահմանափակեց Նեմեսիսի ներուժն ու ռեսուրսները, այնուամենայնիվ այդ ծրագրի ակունքներում կանգնած հայ հեղափոխական դաշնակցությունը, լինելով վաղուց կայացած քաղաքական հզոր կազմակերպություն եւ տիրապետելով աշխարհի տարբեր անկյուններում կուսակցական կառույցների, չդադարեցրեց մեծ եղեռնը կազմակերպած գլխավոր դահիճների հետապնդումը։ Նեմեսիս ծրագրի իրագործումը հայ վերժառուների համար արդարությունը հաստատելու փորձ էր, ազգային արժանապատվությունը վերականգնելու պահանջ, մի ամբողջ ազգի ողբերգության վրա քաղաքակիրթ կոչվող աշխարհի ուշադրությունը գրավելու միջոց, վերջապես հազարավոր հայ որբերի դալուկ աչքերի մեջ ուղիղ նայելու վաստակած իրավունք։ Արդյունքում նեմեսիսական երիտասարդների նվիրվածության եւ գործի դրած գերմարտկային ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ աշխարհի տարբեր վայրերում հայտնաբերել եւ ոչնչացնել ցեղասպան Օսմանյան Թուրքիայի եւ Մուսաֆաթական Ադրբեջանի գլխավոր պարագլուխներին թվով 9 հոգի։ Բացի այդ, Նեմեսիս ծրագրի շրջանակներում կամ դրա արդյունքների անմիջական ազդեցությամբ պայմանավորված հայ վրիժառուները մահվան դատավճիռ իրականացրին շուրջ 300 հայ դավաճանների ու մատնիչների նկատմամբ։ Սակայն այդ ամենի հետ մեկտեղ Նեմեսիսը լոկ պատժիչ օպերացիա չէր, միայն ատրճանակների ու ռումբերի կիրառության ասպարեզ չէր, այլ քաղաքական հասարակական նշանակություն ունեցող նախաձեռնություն գրագետ կառուցված քարոզչական արշավով, ինչպես նաև փայլուն կազմակերպած իրավական պաշտպանությամբ, որ երաշխավորել էր իր վրիժառուների հաջող ապահովագրումը միջազգային հետապնդումներից։ Օրինակը Սողոմոն Թեհրերյանի եւ Միսակ Թորլաքյանի դատավարություններն էին, որոնց արդյունքները վրիժառուներին ապահովեցին ազատություն, իսկ վրեժխնդրության զոհերին խարանեցին հավերժական անարգանքով։ Համաշխարհային պատմությանը մանավանդ 20-21-րդ դարերի հատվածում ծանոթ են մեծ թվով հատուկ օպերացիաներ, այդ թվում եւ վրիժառության կազմակերպած հզոր տերությունների գաղտնի ծառայությունների կողմից։ Եվ այնուհանդերձ անհերքելի է այն փաստը, որ բացառապես հայ երիտասարդության խանդավառության ու նվիրվածության շնորհիվ ազգի մեծ մասի բնաջնջման եւ պետականության կորստի պայմաններում հնարավոր եղավ կազմակերպել թե ծավալով եւ թե արդյունքներով նախադեպը չունեցող փայլուն գործողություն։ Նեմեսիսը մինչ օրս մնում է իր տեսակի մեջ չգերազանցված օպերացիա, որի արդյունքում չտուժեց եւ ոչ մի կողմնակի անձ ու անցորդ, որ եւ ոչ մի անդամ ինքը չտուժեց բուն գործողությունների ընթացքում եւ որը հաջողեց հաղթականորեն կատարել իր սրբազան ուխտը, շրջանցելով ռուսական ՉԿ-ի, թուրքական գաղտնի ոստիկանության, իտալական, գերմանական, ֆրանսիական հատուկ ծառայությունների դրված խոչընդոտները իր ճանապարհին։ Շատ երկրների հետախուզական ծառայություններ կուզեին իրենց շարքերում տեսնել Արշավի Շիրակյանի, Արամ Երկանյանի, Շահան Նաթալու, Արտաշես Գևորգյանի, Հրաչ Փափազյանի եւ Նեմեսիսի մյուս տասնյակ անդամների պես երիտասարդների, ու նման առաջարկություններ նրանցից ոմանք ստացել են։ Սակայն մերժել են, նախընտրելով նույնիսկ մեռնել, բայց ստվեր չգցել իրենց սրբազան առաքելության վրա։ Քանզի այդ առաքելությունը պիտի անբասիր ակունք մնար հետագա սերունդների համար։
որպեսզի սներ նրանց պատվասիրությունը։ Ուսուցաներ նրանց հայրենիքը սեփական անձից ու կյանքից առավել արժևորելու դասը։ Պատգամեր երբեք չմոռանալ ու երբեք չներել ազգային արժանապատվությունը ոտնակոխ անելու արարքը։ Չներել երբեք եւ չներել ոչ ոքի։ Եվ ուրեմն Նեմեսիսի սրբազան ուխտը հարատև է ժամանակի մեջ։ Այն կնքվել է հեռավոր 1919 թվականի աշնանը Երևանյան գաղտնի ժողովում ու մինչ օրս չի չեղարկվել։ Քրիստոնյաների Աստվածը երբեք չի դատապարտի հայերին, եթե նրանք Եվրոպայի կողմից մղվելով անելանելության հանկարծ մտադրվեն վրեժխնդիր լինել բոլորից, նույնիսկ մի սպանիր պատվիրանի գնով։ Եթե հայերի նկատմամբ չդրսևորվի արդարություն, հայերն ազգովի իրավունք ունեն չենթարկվել եւ ոչ մի օրենքի։ Կարդինալ Դեզիրե Ֆելիսիան Ֆրանսուଆ Ժոզեֆ Մերսիե, Մեխերենի arczepiskopos եւ Բելգիայի պրիմաս։